Էսի լսելու բանը, как минимум։ Դժվար է այդ իմ переписка հասկանալու գործիքը ChatGPT-ն է չնայած ես չի прям հասկանում։ Ես տես բաների համար երբեք չեմ օգտագործել։ Ոնց ես օգտագործում խոսքի, հա։ Լսի, հիմնականում էմոջիներն են լնում։ Մեկ էլ SLA-ի համար մի քիչ ցավոտ բան թեմա, որ գրում են օրինակ WDM, ինչ WDM, WDM, what do you mean խոսքի, հա, WDM, հա, ու էդի օքեյ, ես գիտեմ what do you mean նշանակում, հա, ինչ-որ տենց բաներ կա, որ ես գիտեմ, ես իդկն, I don't know, ինչ-որ այդ հապավումների մեջ, հա, հապավումներ, ու բան, այդ մարդիկ, որ ինչ-որ անգլերենով բան են ուղարկում, հապավումներ, ես պրոստը ինտերնետն եմ փորփրում, որ այդ մարդուն հասկանամ։ Հա, ու խոսքի գրում ես, Google-ում ես, այդ ինչա նշանակում, ու ինչ-որ վայենի բանը, աբրևիատուրա բերում, ասում ես իրոք ես էր ուզում։ Ու հետո բան անդե ինչ-որ սլենգերի բառերան կա, որ ես ըտե եմ մտնում, ընդ ինքը գրում է, որ ես նշանակում, սումորա вообще չէր կարում պրոստը ասեիր, հա, պրոստը ասախպեր, սենց, խես դու գրումն ես, որ ես չջոգեմ։ Բաները կա, այդ մարդիկ, որ անգլերեն բաներ են օգտագործում, իրանց մոտ ինչ-որ արտահայտություններ կա, ինչ օրինակ բերեմ, դե տենց չեմ հիշի, բայց խոսքի կովբոյի շլյապան վեկալ, կովբոյի շլյապան վեկալ, այդ բլենց արտահայտությունը, որ եթե դու թեմայի մեջ ես, կջոգես ինչա նշանակում, ու հետո դու սենց ասում ես արա, դե ես ինչա նշանակում, պոեսկ ես տալի, էդի նշանակում է ինչ-որ կոֆե խմի, բրատ, ես պետք է մտածեմ, ես ոչե չեմ սիրում, այդ պերեպիսկի ժամանակ մտածելը բան, մանգալ, research on բան, մաքսիմալը պարզ պետք է լինի, էլի այդ շփումը, որտև եթե մենք կյանքում տենանք իրար, երևի 90% դեպքերում տենց բաներ չեն ասում, էդ ինչա մանգալի։ Չեմ կարող ասեմ, ինձ էլ հետաքրքիր։ Ես որ Ինչ լավ է տեղավորում։ ասա։ Ես որ տենց բաներ եմ տեսնում չաթում, ուզում եմ միանգամից ասեմ, ես երիտասարդ չեմ, դու գրեցիր, всё, արի հիմա նորմալ խոսա։ հասկանալի ընդհանուր ինչ-որ բան եմ Ես գրում եմ, ես շատ ծեր եմ սրա համար բացատրի։ Հա։ Միանգամից disconnect չես կարող եմ մարդու հետ խոսես։ Չեմ կարող։ Մի հատ աղջկա էջեր հանդիպել, ոնց որ տենց երկու բառ խոսացել ենք, ու հետո իր էջում տեսա ինչ-որ link, ու այդ link-ը մտա, ու դա ինչ-որ տարավ սայթ, որը անկետա էր, ու ընդեղ իրա մասին ինչ-որ բաներ էր գրած, տիպը ինչ-որ իրան հետաքրքրող բաներ, իր red flag-էր, բան ինչ-որ այսպես բաներ էր գրած, ու գիտես ինչ տիպի խոսքի, ես սիրում եմ այս տիպի բաներ, ինչ-որ մի քիչ փախած ինչ-որ բաներ, եթե տիպը դա քո համար խնդիր է, այդ ինձ չէր էլի ուղղված, պրոստը իր անկետն է, եթե դա քո համար խնդիր է, խնդրում եմ նախապես ասա, չէ ոչ թե մի գրել, նախապես ասա, որ ես այդ թեմաները չշոշափեմ, ասում ես Այսինչ խորանալու պատրաստված են մարդիկ շփման, ես գիտե դա խոսում եք, ջոգում եք էլի, ինչն է, չէ, բայց Բրին դու ջոգում ես, դու նենց է սարքած, որ դու նախապես իմանաս այս մարդու հետ ոնց խոսաս։ Բայց դա վախենալու իմ համար։ Իմ համար էլ է վախենալու։ Ասկի քեզ դա կավա ուղարկեն, հետո դու շփվես, հետո ինչ-որ բայ մի բան ասես, ու այդ մարդը ասի դու իմ անկետն կարդացել իր։ Դու գիտեիր, որ այս կետերը չենք շոշափում, քեզ դու իմ հետ որոշե խոսած, սոտեգի ես քեզ նախապես ներկայացրել եմ նաստրոյքիկը։ Առաջին ես տես չեմ կարա։ Միանգամից այդ մարդու հետ չեմ շփվի։ Բայց ես ոնց որ
դու չպետք է շփվես, որ ճանաչես մարդուն։ Իրական դու կարող իր համար իրոք տենց կետեր կան, մակերեսային, որ ինչ որ չի ուզի որ կպնեն կամ իր այս բանն է հետաքրքիր, ինչ հետաքրքիր չի եղել, բայց դուք կարող շփվեք ու ձեր շփման արդյունքում լիքը այդ կետեր լրիվ հակառակ գնոսկի։ Կարող է ինչ որ բան իրան հետաքրքրի, ինչ որ իրան հետաքրքիր չի, ու նույնիսկ հակառակը որ ոնց որ լյուբոյ բան ինչ որ կապ այդ երկու մարդկանց արկայությունը պարտադիր է, էլի որ այդ կապից ինչ որ հետևություններ լինեն, դու չես կարող նախապես ոնց որ ջոգես Կարա թեմա լինի, որ իտոգում նորմալ դառնա այդ երկու մարդու մեջ։ Դու չես կարող իմանաս այդ մարդը կարող է նենց այդ թեման շոշափում, որ դու քեզ հետաքրքիր է դառնում ինչ որ բան։ Ես չեմ հասկանում այդ բաները։ կամ քո համար ինչ որ տաբու թեմա է խոսքի, բայց ինքը կարող բայց իր հետ օքեյ է դրանց խոսած բան։ Բայց իմ համար է շատ լարվածություն առաջացնող բան էլ, եթե ինձ նախապես խոսքի սահման դնեն, ասեն, այս թեմաները պետք է շոշափենք, ասում հենց այդ թեման։ Դու մենակ այդ թեմաներից ես ուզում, հա, խոսես, որտեղ գրած է, որ չես, որ չի ուզում, դա ոնց քո մոտ վիզվեց անում, էլի այդ բանը։ Հետաքրքիր է, թե խի պետք է շոշափես այդ թեմաները։ Պետք է գրես բարև, խի չես խոսում, պես թեմաներից է։ Ես մենակ ես սիրում եմ SSS, դու խի չես սիրում SSS։ Արի չքննարկենք այդ թեման, բայց քննարկենք թե խի չես ուզում դու դա քննարկել։ Ինչ ա եղել։ Background-ը դրա պատմի։ Դա sense փոքր բռնաբար։ Ես որ ծանր պատմություններ։ Դա ասի ու դու հա դե չենք քննարկի ուրեմն, էլ հետաքրքիր չի։ Չէ, դա բանն է լրիվ։ Այդ արդեն ես կստացի տենց բան չի հանդիպել երբեք։ Այդ ես sense հասկացա, որ մենք արդեն ինչ-որ շատ современное общество ենք, даже այնքան որ այդքան պետք չի լինել современный։ Նույնիսկ գիտես ինչն է բանում, ուրախացնում որ даже առանց դրա հեշտ չի քեզ համապատասխան մարդ գտնելը։ То есть դու կարաս շփվես 100 հոգու հետ ու ոչ մեկ քեզ համապատասխան չլինի։ Մի հատ է եթե այդ ձև նախապես սահմաններ կան դրած, դու вообще վախում։ Հա։ Չգիտեմ ինչ։ Կարող է դա քեզ շատ համապատասխան մարդ էր, բայց քանի որ այդ սահմանները կային ու դու ուշ տեղար, դու երբեք չես։ Ու դու էլ ես ասում, հա, ես չեմ սիրում խոսալ, բայց էս ինչ է։ Խիա սահմանն։ Հա, համաձայն եմ լրիվ։ Даже եթե նենց բանավորից հետաքրքիր չի, բայց խի դրվեց դա։ Խես ասում ինձ հələ քեզ չծանոթացած։ Ես չգիտեմ, ես վերջում, ես երևի վերջի 2-3 տարին մենակ կոմիկների հետ եմ կարող շփվել։ Բանով իսկրեննի։ Ну, տենց մի 3 հոգի, 4 հոգի եկա, որ նորմալ կարող եմ շփվել։ Բայց նենց շատ դժվար է բրեմ։ Թազա ծանոթություններ ձեռք բերելը։ Որ գիտես էլի շփվելու ձևը, բայց ոնց որ լրիվ ուրիշ բաներից են մտածում այդ մարդիկ։ Բայց կոմիկներին է դու երևի դու ես շուտվանից ես դրա մեջ ու ինչ որ չափով գիտես, չէ՞, այդ մարդկանց որ շուտվանից գիտես էլի ուզում ասեմ, որ ավելի տենց հեշտ է ալու շփվելը։ Համե ինչ որ թեմաներ կա, որ մենակ կոմիկների հետ կարաս խոսես։ Ջոմս կոմիկները հիմնական գրանից եք չունեն ինչ որ բան, ու դա հետաքրքրացնում է շփումը։ Իսկ այդ նույն բանը կարաս ինչ որ գործի տեղի ծանոթի մոտ ասես, ինքը գժվի։ Ասի օրա։ Ես ինչ ասիչ։ Ես օրինակ չի ասի որ շատ բախվել եմ դրան, որ ոչ կոմիկների հետ բան լինի, то есть սպարզա քիչ են տենց մարդիկ, բայց ելնում է էլի գտնել ինչ որ մարդկանց։ Բայց կոմիկների բավ կակրած խեմ ասում որ դու շուտվանից ես ավելի ծանոթ բան, որտեվ ես օրինակ նկատել եմ, որ մանավանդ հայերի մոտ մի քիչ սահմաններ կան դրած էլի, կարող է քիչ ծանոթ մարդկանց հետ տենց կամ կարող է даже այդ իմ ընկալումն է, դա կանցա չեմ աջոգի, բայց ես այդ նկատել եմ, որ ավելի sense ոնց որ գլոբալ բաց են մարդիկ լյուբոյ թեմաների առաջ, ստոպ է գալի։ բայց հենց կոնկրետ կապ ստեղծել երկու հոգու մեջ,
Էդի այդքան չի օգնում էլի այն որ դուք լյուբոյ թեմա կարաք քննարկեք։ Ես հասկացա դու ինչ ես ասում։ Ոսոր գիտես ինչ մոմենտ կա, իրենք ի սկզբանե բաց է, եթե ոչ կոմիկա օրինակ, եթե ինքը այդքան բաց է, ուրեմն դու գիտես որ ինչ որ connection կա։ Կոմիկը ի սկզբանե բաց է, կարող անծանոթ լինի, դուք ինչ որ բան քննարկեք, բայց այդ connection-ը չլինի, то есть այդ պակասացիլ չի որ connection կա։ Ճիշտ ես ասում։ Դա դժվար է вообще հասկանալ դու connection-ը երբ է ստեղծում, երբ է գնում։ Вообще այդ հայերի բացությունը ինձ թվում է даже խանգարում է ինչ որ չափով հասկանալ դու ինչ отношенияների մեջ ես մարդու հետ։ Որովհետև կարող է շատ ինչ որ ջիգերով sense մարդ լինի, դուք խոսակ, sense ամեն ինչ քննարկեք պրոստը, բայց չեք կարող դուք խոսքի հետո հեռնեք իր այդ մանգակ։ Ինքը որտեվ լրիվ ուրիշ մարդ է, դու լրիվ ուրիշ մարդ ես, պրոստը բաց է ինքը քո հանդեպ։ Դա դժվարացնում է։ Ինձ թվում է պետք է պրям ասել։ Ինչ ասել։ Մենք ընկերներ չենք։ Սենց շփվում եք լիքը, ինքը սենց մենք ընկերներ չենք լինելու։ Մենք պրոստը կայֆած շփվում ենք։ Ախպեր տղա։ Վերջում հաջողանելուց ասի հաճելի էր, բայց մենք ընկերներ չենք։ Ախպերս խնդալու էր, բայց մենք ընկերներ չենք։ Ասի հաճելի էր, բայց ես սաղի հետ սենց եմ շփվում։ Այո, դա մարդիկ սաղի հետ ջիգերով են լինում, չես կարող այդ մարդու հետ պրոստը բանելես։ Ինչ որ ինդիվիդուալ կա էլի, պետք է քեզ որ իմ հետ է ինքը ջիգերով, իրա ու իրա։ Ես պետք է մարդ լինի, որ դու ուրիշներին իրան տեսնես շփվելուց ու զգաս, որ ինքը պրям զզվելի մարդ է։ Որ դու ջոգես, որ այս ինձ է, այս վերաբերմունքը լավ հետ է ինքը լավ։ Մնացածի համար ինքը կապտոն է։ Պրոստը իմ մոտ գիտես ինչ մոմենտ է կա, որ ես խեմ ասել, որ կարող իմ ընկալումն է մենակ, որտեվ ես ինձնով գիտեմ, որ ոնց է չաթերից որ խոսում ենք, չէ, էմոջի չես դնում խոսքի, ես կյանքում եմ առանց էմոջի մարդ էլի։ Դու տենց ես, ես մեկ չեմ ջոգում։ Ես մտածում եմ, բայց վրոդի խնդալու բան ասեցի, այն ֆիպ, դեմքը չփոխվա։ Բայց կարող խնդալու բան ասես ու ես իմ մեջ դրանից ուրախանամ, բայց այդ ծիծաղը դուրս չի եկել, բայց ես խոսքի ասեմ ջան դրական բան։ Ու դրա պատճառով ինձ թվում արդիկ ինձ չի թվում, ինձ լիքը ասել են, որ ինձ որպես չոր տենց գոռոզ են ընկալում, էլի։ Լուրջ։ Որ ես ինձ ծանր եմ պահում բան, բայց ես ինձ խոսքի вообще շատ ոչնչություն եմ էլի համարում, շատ հաճախ, որ ասում են գոռոզ, ասում ես ինչ գոռոզ եմ։ Ես հակառակն եմ դրան։ Դա ինձ թվում է իրանք պետք է սովորեն։ Եվ ամեն մարդ տարբեր ձև է, էլի։ Ես իմ մոտ էլ է տենց պրոբլեմ եղել, որ ես տենց խոսքի չէին հասկանում ինչ էմոցիա էր լինում, բայց դա вообще քո խնդիրը չի էլի։ Բայց դու օրինակ դրական մարդ ես, դու միշտ ինչ որ դրական բան ես արտահայտում։ Հա, ռոքեր վախտեր ես։ Հա։ Բանի, դա տենց չի խնդում բան չէ։ Հա։ Բայց մի քիչ գոռոզի։ Բայց բան էլի, մարդիկ իսկական ինչ որ խնդալու կատակ են, ես չեմ խնդում, որ չէ իրական չէ ուրախանում էլի այդ բանից։ Բայց այտենց այդ непонятностью մարդկանց մոտ ինչ որ sense ажиотаж է էլի առաջացնում։ Типа խիսանց եղավ ման չեմ ուզում քեզ պահում իրան։ Հա, բայց դու խոսքես չես պահում ոչ մի ձև, պրոստը վերլացնալու չեմ խտում կամ ինչ որ անհասկանալի թեմայից են խոսում ինձ չեմ ուզում ինձ մեջ գցեմ։ Այդ մոմենտն է կար խոսքի մարդիկ ինչ որ խոսքի մեկին ճանաչում ես ու մնացած սաղ իրար ճանաչում են, դու պրոստը անուններով գիտես, ոսեն չոր բաներ են խոսում իրանց ինչ որ թեմաներ, որ դու չկաս, բայց դու չես նեղվում էլի դրանից, պրոստը չկաս թեմայի մեջ, չես խոսում, ու ինչ որ բանի ասում են, դու չշփվող ես, հա։ Դու ասում ես, ես вообще բան չեմ ջոգե։ Ես թեմայի մեջ բեսամ չշփվող եմ, ես որովհետև չգիտեմ ինչից է խոսում։ Արտուրիկի մասին խոսալուց ես չշփվող։ Հա, խոսքի ինչ ու ես այն մարդն եմ, էլի, որ եթե թեման հետաքրքիր չի, ես չեմ կարող ինտեգրվելու խաթեր, ասեմ Արտուրիկը ով է, որ։ Հա, դա вообще պետք է դուխ ունենաս։ Հետո պետք է հետաքրքիր լինի։ Պետք է հետաքրքիր լինի, պետք է դուխ ունենաս, որովհետև դու հարցրեցիր, հիմա դու իմ այդ մարդու բեքգրաունդն ես իմանալու, այդ Արտուրիկի։ Ու
պետքա դրանից հետո մտնես խոսակցություններ։ Հա։ Դու չես կարող հարցնես։ Ու քաշվես մի կողմ, չէ՞։ Արտուրի կողմը, որ SS մարդն է, ու դու սենց լավ։ Okay, դες գնացի։ Ու իրանք այդ բախություն շարունակում են, դու սենց կայնած ես պրոստը։ Ну плюс այն ռիսկն է կա, որ կարող ասես Արտուրի կողմը, ասենց ասեն մեր ընկերներից է ու շարունակեն խոսալը պրոստը։ Ես այտենց որ պատմություններ ալնում, ես եթե ինչ-որ պահելնում եմ, որ հասկանում եմ միջև վերջ, իսկ եթե խոսքի մի պատմության մեջ մի 3 հատ է ելնում, ես հենց շատ լավ եմ խնդում դա։ Որ սա ջոգ են որ հասկացա։ Տիպա այո, ես էս պահը ջոգ եմ, որ մնացածն է պատմեք, ավելի լավ կխնդայի։ Եկեք գիտես, որ պահերին եմ ինձ վատ մարզգում, երբ որ ինձ փորձում են ինտեգրեն, բայց ինձ հետաքրքիր չէ։ Այդ է շոկ։ Խոսք ինչ որ բան են խոսում ու ասում են դու էլ լսի ես բանը, երեկվա դեպքն եմ պատմում, որ ես ինչ եղա ու պատմում ինչ որ բան, որ ինձ հետաքրքիր չի, բայց ես ինչ որ ռեակցիա պետք է արդեն տամ, ձև չունեմ պրոստը նույն ձև շարունակեմ։ То есть ես լրված էի լուր, ինձ ասում են ինտեգրվի, ինձ հետաքրքիր չի, ես չեմ կարող նորից լուր լրվեմ, ես արդեն պետք է ինչ որ ռեակցիա տամ դրան։ Չես կարող սուս մնաս։ Вообще սուս մնալ մարդիկ չեն գնահատում սուս մնացող մարդկանց։ Մեկ է բան կա, որ սենց սուս ես մնում, մի հատ կատակ ես անում, իրանք պրոստը գժվում են։ Սենց սիրած մարդն է դա։ Դա լավն է, Դա լավն է։ դա ոնց որ շատ իդեալական մարդ ես, համ գլուխ չես տանում, Հա, համել կուրախնձեցիր։ Ես вообще այդ վաղ փորձում եմ որ պոզիտիվ լինեմ, բայց եթե թեման հետաքրքիր չի, ես սենց գնայեմ ժպտալու, պրոստը կժպտամ։ Եթե ինչ որ ժամանակի հետ էլի ձևավորվեմ մեջս, հենց որտեվ դրական բաները, ռեակցիա տալը, ինչ որ բաները, այդ կինոները նայ, որտեղ մարդիկ, պերսոնաժները էլի enjoy your life, սենց ինչ որ սլոգաններով կինոները։ Ասում ես արա դե ճիշտ է, ասում չեմ կարող թթվեմ հիմա պրոստը։ Հիմա վախտին կար, որ տենց որ կինոյի նայում ու դերասանից զգում էի, որ ես կուզեի սենց լինեի։ Մի օր հետո այդ կյանքն ես ապրում։ Հա։ Ասում ես ես էս մարդն եմ այսօր։ Ես գիտես ինչ եմ անում, էսի տենց իմ սխեմանա ոնց այդ կինոն վերապրան։ Ես կինոն նայում եմ, հաջորդ օրը այդ կինոյի երգերն եմ միացնում, որ նայում եմ այդ երգերը տպավորվում է բան, ու ես պրոստը նաուշնիկներով սենց քարում եմ, ես այդ մարդ։ Դե այդ կինոյի տրամադրությունը վերադարձնում է քեզ, ավելի դրա մեջ ես։ Ես ասենց ինչ որ ամենաշատը բանն եմ լսել, Oldboy-ի soundtrack-երը, դա ինչ որ սենց մրաչնի բան, ոչ վերջես որ ինչ որ ջունագարի բան, սենց ինչ որ մրաչնի մութ բանը, սենց այո։ Ես վրիժարուի։ Ոնց ամեն կինոն բան, որ պոզիտիվ կինո է արում ինչ որ ձմեռն է բան, այդ երգերը միացնում եմ ինչ որ քայլում եմ փողոցով բան, ու սենց մարդիկ մրթոշած բան, սենց պոզիտիվ քայլում եմ ասում։ Ես գիտեմ ինչպես իմ տրամադրությունը կառավարել գրողը տանի։ Խաղ է էլի քո հետ։ Այդ վաղտ ոնց որ սենց նայում ես մյուս մարդկանց սենց ինչ որ անկապ, ասում ես ես գլխավոր հերոսն եմ։ Այո, Դուք մասով կայեք, դրա համար ձեզ սենց եք պահում։ Դուք մրթոշած եք, իսկ ես սենց քայլում։ Շեն բան, Spider-Man-ի բարը քայլում։ Բան եմ անում, դա ինձ բռնեցրել եմ դրա վրա, հետո խնդացել եմ, որ սենց քայլում եմ, ինչ որ սենց ուշադիր կողերը սարսրեմ։ Որ սենց քայլում, սենց երկար նայում եմ ինչ որ կռիշի շենքի տիպը ինձ նկարում են հիմա։ Լավ կադր եմ ստեղծում հիմա։ Որ հիմա նկարային շատ սիրուն կլներ։ Блин, это кайф բանը вообще։ Ես այդ երաժշտությունով բանը կառավարելը, տրամադրություն կառավարելը շատ եմ սիրում։ Ես օրինակ տենց ելնում ասենք պետք է գնամ ինչ որ նոր ծանոթացած մարդու հետ հանդիպման, ես ուզում եմ իմ լավագույն եսը լինեմ, միացնում իմ կրուտոյ պլեյլիստը, սենց ինչ որ դե Kendrick Lamar-ը Proki, մասը սաղ ինձ բաձերշկա են անում, ասում հա ջան դու Տո ես։ մենք քո հետ ենք հոշում, ասում վсё, դրամաս ելնում։
բայց մեկ-մեկ կարող այդպես գնամ մոռանամ դրա մասին ու տխուր playlist-ը միացնեմ ու արդեն հասնում եմ որ պետք է հանդիպես նաուշնիկներից հանեմ ասեմ ինչ քաք եմ կերել ես ես այսօր խոսքի ես հիմա իմ ամենադեպրեսիվ վիճակն եմ ստեղծես մարդու համար ես տած մի հատ playlist ունեի հենց այդ բանի համար տիպը որ առավոտը լսում եմ ու всё այդ օրը տիպը ես մի անգամ է կարամ լսեմ ու այդ օրը ես հաստատ պոզիտիվնի եմ լավ օրվա playlist հա տանցը դրել էի morning ինչ որ playlist բան bossa nova էր սա իրոք կոֆե դնում քեզ բան բայց ոչ սենց եղանակ էլի դες արև կստի սենց եղանակին բան եմ անում ինչ որ կլասիկ երաժշտություն եմ միացնում ու մտածում ինչ միստիկ եմ ես գրողը տանի ես կլասիկ եմ ես կլասիկ եմ ես Կեսի մստը քայլում ստուք դեռ չգիտեք ինչ եմ ուղեղում Գիժ մարդիկ են էլի գիժ մարդը պրոստը տենց երկերով օրը կառավարում հա դե ես թվում բայց ված չէ Ես թվում է դա նավիկներ էլի ինչ որ դու քեզ կարում ես կառավարես օրվա ընթացքում տրամադրությունդ բան ինչ որ պահելած է խոսքի open mic-երից առաջ ես էլի տենց Connery տիպի playlist եմ դնում ինչ որ սենց որ կրոտոյի գնում եմ ես ինչ որ քնալուց առաջ ինչ որ սենց Այդ ինչ էր տենց երգ հենց այդ երգը չացած երգը լիքը տես Ինձ թվում է երբեք չէի քնի հետ երգի տակ Նեշ որ սենց լավ երազների երգ ես տենց բան եմ մեկ անձրևի ձեն եմ դնում հա դա լա բան դե օգնում է բան կա է տենց որ երգա ու անձրևի ձեն է տակից գնում ինչ որ Eminem stand սենց բան կոնկրետ այդ երգը Էդի ու էլի տենց բաներ կա միքսեր կա Էդի միացնում ես սենց ասում ես սաժա Ես ինչ կյանքի իմիտացիա եմ ես հիմա Սաժա անձրև չի գալի ամառա խափում եմ ինձ պրոֆեսիոնալ խափում ենք ուզելի բայց այդ մոմենտը որ կա որ բանը սանում տենց կինոյի պես է սպարծում քեզ գաս մեկ մտածում ինչ հավես կլներ եթե մեռնելուց հետո խոսքի հաստատ տենց բան տար կյանքի highlight էր որտեվ ես ափսոսում եմ որ ես լիքը բան մոռանում ասենք ինչ որ հավես պահ ալնում ասում ես մոռացա ասի կողքից տենց ինչ որ վիդեորա դելներ տենց Ջին պետք է вообще այդ բաներից առնել Ray-Ban-ի ակնոցներից որ նկարում հա ու հա այդ կրոտոյի պահերը նկարել բայց այդ իջոգումս դա արդեն արհեստական է սկուզե ինձնից չկախված բնական տենց ինձ այդ highlight-երը տային հա նո հա դա ավելի սիրուն է որտեվ այդ նույն ձև ոնց որ կաս խոսքի ինչ որ լավ բան վիդեո անես բայց այդ բա փչացրի արդեն վիդեոյով հա որ դու շեղվեցիր նրա վրա որ պետքա վիդեոն ես ստացի այդ տենց այդ քանը չեմ հասկանում ինչը այդ բանը շեղվել վիդեոյը լավ բանը ֆոտոյով եմ հասկանում ֆոտոյով ինձ թվում է օքեյ այդ պահը հիշելը բայց այդ պահը լրիվ չես վերապրում էլ այդ ֆոտո անելու ժամանակ հա ինձ որ դա ուղղակի շեղվում է նրա վրա որ տակ մի հատ կտրվի սրանից մի հատ էսի պահի հետո էլի կվահելես հրաչ համաձայն չեմ վայ բան ես օրինակ բան եմ անում եթե իսկականից լավ պահա ես տենց կարևորություններ ունեմ էլի եթե նորմալ պահա հեռախոսով կարամ նկարամ չգիտեմ ինչ որ Հայաստան Պորտուգալիա խաղնա Ռոնալդոն է եկե Ռոնալդոյի հեռախոսով նկարեցի Ես որ եթե էպիկ պահա որ սենց ասում Մեսսի ես այդ վաղ պլյոնկա եմ նկարում տիպը ես ես կադրը հա ջոգի այդ ինի իր մեջ գեղեցկություն տենց բանը perfect days-ը հա այդ որ պլյոնկով նկարում է ինչ էր նկարում պլյոնկով ծառեր է նկարում հա հիշա այ տենց ինչ որ կարևորություն եմ էլի տալի այդ նկարներին չէ այդտեղ կա ինչ որ գեղեցկություն համաձայն բայց խոսքին է ինչ որ մեկի հետ առաջի համբույր չես կարող նկարես դա բայց եթե լիներ highlight-երով ինչ հավես կլներ Блин, ես մտածում պրոստը այդ օրը այդ մարդուն պրոստը սիրում նկարես
կհիշես էլի։ Էդ էլ հա, դա իրական լավ բան է, ասում որ ոչ թե այդ պահը ֆիքսես, այլ ինչ որ բան, որը քեզ կհիշացնի այն պահի մասին։ Զամետկա է էլի ինքը քեզ դառնում։ Ահա вообще ես այնքան եմ մոռանում ինչա կատարվում կյանքում, որ մեկ-մեկ ուրախանում եմ, որ անը գալերիան թերթելուց ինչ որ նկարներ կա, ասես ասում, արա, այս հետ օրն կամ այսօր ասես բան ա եղել։ Կարող է անկապ կարող կատվից նկարածել նեմ, բայց հիշեմ որտեղ եմ նկարել ու հիշեմ, ասեմ այդ օրը գնացել էի, հետո ես ում էի տեսել։ Բայց առանց այդ նկարի չէի հիշի, որ այս մարդուն գնաց է տեսել են։ Հա, բայց вообще այդ կապ չունեն էլի։ Հա։ Կոֆեի բաժակես ինչ որ նկարը, բայց օրն ես հիշում։ Դա էլ ինչ որ լազիկայի ժողություն գտնելու։ Դա ինչ ախկես, մի 10 տարուց այդ չիպերը կհանեն, ուղևի։ Այդ որ գեգեր ավեց։ Սաղ կհիշեն, Մորանը։ բայց ես չէի սաղ հիշեի ճիշտ ասած։ Ես կուզեի լավ բաներ հիշեի։ Ես կուզեի սաղ հիշեի։ Բրին եթե սաղ հիշեի, ես պրям գեյնի կլնեի ջոքելը։ Պրոստը ինձ թվում է դու արդեն այնքան բաներ ես մոռացել, որոնք որ ավելի լավ է չհիշեիր։ Դու հիմա ասում ես կուզեի սաղ հիշեի, որտեվ ուղեղիդ մեջ մենակ այնքա ինչ որ հիշում է։ Ստացիան ամենավատ բաները հիշում եմ ու մտածում եմ բլին էսի պետք էր ինձ։ Ես տենց խասյաց ունեմ, որ վատ բան արում ինչ ասում։ Եթե կյանքը քեզ ձեռնոց է նետել, շուտ ցիտատով եմ ապրում այդ բանին, որ դու կարող ես դուրս գալ այս սիտուացիայից, բա։ Բայց այդ էմոցիան կուզեիր հիշեիր։ Ոնց որ վատ բաները հա, ոնց կարևոր են իրանք, բայց էլի խոսք է էմոցիան վախը կամ ինչ որ ամաչելը կամ տենց ինչ որ նորից զգայր։ Չէ, ուզի էմոցիա զգար։ Չէ, դզը չէ։ Եթե պետքա վերապրեմ ես էդի, ոչ թե հիշեմ։ Հա ոնց է խոսք ինչ որ նկար ես տեսնում, այդ օրը հիշում ջերմություն ես զգում, նույն ձև տեսնեիր ու ինչ որ վատը դրա, հա, չէ, ուզի։ Դա պրям պետքա բան լնես։ Պսիխոլոգիչեսկի ինչ որ զադրոտ լնես, որ ասես ասես։ Սաղ ուզում եմ հիշում։ Ուզում եմ իմ կյանքը նորից ապրեմ։ Հիշելով ինձ թվում է օքեյ է։ Հա, վերապրելը պրям բան է, էլի։ Պետքա դու ինչ-որ կոդեմ պայքարես մի քիչ որ վերապրես։ Որտեղ ինչ որ ծանր օրեր են եղել, խոսքի բան էլի, պսիխոլոգիչեսկի առումով, որ հետ ես նայում, պրոստը հիշում ես, որ քեզ վատ էր, չես հիշում կոնկրետ ոնց էր, բայց հիշում ես, որ վատ էր, ու ասում ես վատ օր։ ոնց եմ ես մի քանի օր շարունակ այս վիճակում եղել, ու դա եթե ես նորից ապրեի, դրամս կընկներ մինիմում։ Չէ, դա բանը։ Ճոգում ես մարդը երկու անգամ եթե նույն բանը ապրի վատ, դա ոբշե ես կգժվեմ ախպեր։ Եմե դու գիտես։ Ես ինչերի միջով եմ անցել։ Հա, ես էլ այդ մտածում խոսքի ջոգի այդ սաղ նորից ես օքեյ եմ էլի խոսքի։ Պրոստը դա ինձ թվում է կարևոր մոմենտ է, որ մենք ակամայից վստահում ենք մեր ուղեղին, ու ինձ թվում է ոչ ակամայից է գիտակցաբար է պետք է վստահենք, եթե ուղեղը ջնջել է ինչ որ բաներ, ուրեմն դու չես ձգում։ Հիմա դու ինչը որ հիշում ես, որպես հիշողություն պրոստը դեպքեր, իրադարձություններ, դու հիշում ես մենակ այն մասը, որը որ ուղեղդ համարել է, որ օքեյ է, որ մնա քո համար։ Բլինդ, հիշիր, հա։ Ես մի հատ պատմություն ունեմ։ Ես որ նոր եմ եկել Վանակից, տենց տրավմաներով է էլի մի քիչ, կորոնավիրուս ընկա ու բան տեսա, պարալիչ եղավ մոտը, շատ վատ պարալիչ էր էլի, տենց ինչ որ պատերազմական բան, ու որոշեցի, որ всё, ես տիպը պետք է գնամ հոգեբանի մոտ, ու գնում եմ հոգեբանի մոտ, ընդ ինչ որ սեանսներ անցնում մի 10 հատ, հետո ինչ որ պահ գալի, որ ինքը ասում է ես քո խնդիրը այստեղ եմ տենում, այս պատմության մեջ, ու մի 5 անգամ ես այդ պատմությունը իրան պատմում եմ մանրամասն։ Էդ իմ համար ճոգում ես տանջանքը։ Դե փորձություն ու ինքը ասում է մի հատ է բան ասած, որ ասում ինգեր կայնիլը տանջվա ես դες ու սենց պրոստը ասում է всё դու անցար ես պատմության բանը։ Բայց անցար։ Ինձ թվում է դա պետք է մեջ օգնեց։
ինձ թվում է դա ավելի Պրոստը շատ 5 անգամ պրոստը 5 անգամ նույն բանը պատմեցի հոգն է այդ պատմությունից էլ չեմ հիշում Ինչ-որ սենց ամենատրագիչնի պահերն էր ասում պատմեի ու ես սենց պատմում եմ ասում ինչ ես զգում ու ես սենց ասում եմ ցավ Ինքս սենց ասում ճիշտ է 10-ից քանի բալ այն համակարգով ես ցավ զգում ես սենց 7 ու տենց կամաց ավելի է շատանում բալերը Այս գնացում է պետք է պակասի չէ իմ շատանում էր ես սենց լավ էի զգում բրամ ու հետո ինքս սենց ես քեզ հասկանում դու այս սիտուացիան լրիվ վերապրեցիր всё Իսկ կարող է տենց աշխատի եթե ինչ-որ վատ բան ա եղել այնքան պատմես որ նա դա էլ լնես ու արժե զրկվի էդի Բրին ինձ թվում է դա տենց է աշխատեց գիտես որ դու սենց արդեն սովորական ես նայում այդ պատմությանը դա սենց էր եղել Երևի բայց աշխատում է գիտես որտեղ բաներ կա որ մեր մեջ ենք պրոստը պահում ու դրա պատճառով այդ արժեքն է մենակ մեր մեջ ենք իրան տալիս բայց որ մեր մեջ ցանում ենք արդեն լիքը արտաքին ֆակտորներ են ազդում ու ինչ որ մեկի ռեակցիան էլ է ազդում դրա վրա հա դա թե մանավանդ որ քեզ կողքից մարդ է լսում ու ինքը քեզ տենց բրամ հարցեր է տալի որը որ սովորական հարցեր է էլի այդ օրինակ 10-ից քանի բալային համակարգը ինքը դաժե միտեղ խնդալու հարց է էլի սովորական է նա դու էլ ես սկսում ավելի սովորական վերաբերվել էլի դժվար այդքան պատմելուց հետո ինչ որ հարտասովոր քեզ թվա այդ պատմությունը ցեննեսті կորցնում ես հա երբ որ ես բանում կոնկրետ ոնց որ չկիսում մենակ քոնը հա որ կիսում ես երևի ինչ որ չափով ցավը կիսելն էլ է բանալնում էլի то есть եթե ոնց որ այս պատմությունն է ինքը ունի 100-ից 100 ցավ ես պատմում եմ մեկը դու վերցնում ես քեզ իմ մեջ ցետի դուրս է գալիս այդ մեկը հիմա 99 բանակում էլ են շատ ասում մեր բանակի հոգեբանը ասում էր որ մի բան տենց հետ կա թողեք քո վրա պատմի դաժե կարաս ընթացքում ինչ որ բաներ խափես որ թեթևան ասել այդ բանը ոնց որ կիսես ուրիշ հետ դա գիտես ինչի է նման որ ինչ որ բան ես ուզում անես ընկերոջդ ասում ես ոնց որ sense մի քիչ թուլանում ես չէ՞ կոմես ինքը գիտի ուրեմն ես էսի կանեմ sense մեջից դուրս է գալի էլի այդ խոսակցության ժամանակ դա հետաքրքիր բան է вообще կիսվելու բանը ու նույն ձևը կստացի հակառակն էլ աշխատում երբ որ ինչ որ շատ լավ բան է քո մոտ ելնում դու էդի չես ուզում կիսվես որ մենակ քոնը լինի բայց ինչքան կիսում ես այնքան ավելի թուլանում անես տպավորություն որ լույս պատմություն ունի իր 100%-անոց էմոցիաների պաշարը ու ինչքան դու պատմում ես այնքան ոնց որ դու փոխանակվում եք այդ էմոցիաներով էլի ես դրա համար ինչ որ պահ կար որ բան էի անում պոզիտիվ ինչ որ ապագայի մասին բաներով կիսվում էի խոսքի ես ինչ բանը պետք է անեմ ասում ու sense ոնց որ էլ չես ուզում անես դու դզեց քեզ դզեց ինձ դզեց սաղեն դզեց ցելում կարամ չանեմ Պրոստը ինչ որ դրական բանով կիսվում հա պրոստը սաղս է լավ ենք սաղս է գիտենք որ sense բան կարանք անենք всё նստումա պետք է վատ բաները պրոստը դա շատ բան է էգոիստիկը վատ բաները ասել լավ բաները պահել հակա տենց մոմենտ էգոիստիկա պրոստը թե sense այս մեր բռնած լոգիկայով նայում ենք տենց շատ իդեալական է դառնում էլի Դե բայց այն դեպքում է արդար է որ լավն էլ է տալիս մի պստիկ լավ վերցում մի պստիկ է վատ վերցում պրոստը տենց ընկերություն չեն անում էլի բրատ մերան սաղ ուրիշ բան չեմ կարող ասել դա բանը օրը вообще այսինչ խելացի մարդիկ ենք մեկը ինչ տազա միտք է եկեք ջոնդարն ենք նոր այս որ բացահայտեցինք вообще էմոցիաների պաշարը որ այսի չկանում ինգեր իրոք շուր շատ խորը թե անհավանական բան է տեղի ունենում կարող մարդիկ նայեն ասեն էսի անհավանական չէր ես կասեմ էս ինչ դեբիլներ պետք է զգաս էլի դա անհավանական ասում այդ եմ ես մտածում էլի որ խոսքի մենք sense կարող ենք իրար հետ շփվենք ինչ որ մեկը կողեց նայի մտածի սրանք շուտ դեբիլ են
բայց խոսքի մեր համար է, որ սովորական բանից են խոսում, խոսքի էսի ամեն մարդ չէր խոսել էլի իր հետ բանը ինչ-որ էմոցիոնալ բաներ, ինչ-որ պատմություն քննարկել բանման, դա այդքան է հետաքրքիր չի, եթե ինչ-որ պրям խելագար պատմություն չէ էլի, Հա, եթե պատմությունից ինչ-որ բան ունես վերցնելու, դա հետաքրքիր, եթե պատմությունը պրոստը ժամանակ լցնելու համար, Բլին մարդիկ կան, որ պրям պատմություն են պատմում, բայց չգիտեն պատմություն պատմել, որ պրям պատմությունն է դու ջոգում ես, որ էսի ինչ-որ պրիկոլնի պատմություն է, բայց իրանք չեն կարող այդ պատմությունը պատմեն, ինչ-որ տարօրինակ բաներ արվում պատմության ֆակտ, բայց շեշտ չկա այդ տարօրինակ, ոնց որ այդ տարօրինակ բաները ելնում է, ինքը նորմալ պատմում է այդ տարօրինակ բաները էլի, ու ինչ-որ անկապ բաների վրա է կարող շատ ֆիքսվի խոսքի, այդ վաղտ 6:30 էր, տոլի 6:20 կամ 25 մաքսիմում, ինչ-որ բաներ ասում ես տոլի ձումն էր գալի, տոլի անձրև, կամ ծնախառը անձրև էր, ոբշի կարևոր չի, ոչ եմ ճլոպա էր, ինչ-որ շատ անկապ բաների վրա է ֆիքսվում, Բելատենը, որ սկզբում ասում է ինչի մասին է պատմությունը, ու 10 րոպե պատմում է ինչ-որ բան, որ հələ չի ու հասնելու է աշե, ինչ-որ ավտոսպագրիշկան ծակվեց, ու հասնում է դե, հետի հասնելու պատմություն չի, հետի ասիջ, հետի բան էլի, սովորական բաներ է քննարկվում, հետի բանը դիսկամֆորտ է առաջացնում, որ արան տենց շուտ կա ունի սովորական բաներ խոսացած մարդկանց, որ պրям շատ սովորական բաներ են խոսում, որ խոսալու կարիք չկա դրա մեջ, տիպա գնացի հաց առա, ոնց որ կա բան, որ ուղղակի հետաքրքիր չի ու քննարկում են, իսկ կա, որ կարող է պատմությունը հետաքրքիր է, բայց չես կարող պատմես, մենակ ես տենց խնդիր ունեմ, ես չեմ կարող պատմություն լավ պատմեմ, դրա համար ես պատմում եմ փաստեր, դու եղել է ինչ-որ պատմություն, ես արագ, սենց ասում գնացել է այս տեղը, նոր տենց արиш, հա, նկարը, այս նկարը, հա, նոր տենց արиш, ես մարդուն տեսա, դա ավելի բան է, ես չեմ ստույգը, ես գիտեմ լավ պատմող մարդկանց, ես իրանցից մեկը չեմ, ես չեմ ուզում տենց դնեմ ինչ-որ մարդկանց, մանավանդ որ գիտեմ պատմությունը հետաքրքիր է, ասում եմ ափսոս է, ես հիմա փչած, ես պաստեր երկար պատմում, թող ինքը լսի, հետո ինքը լավ կպատմի այդ ինչ-որ, եթե բանը հետաքրքիր պատմություն ավելի ֆակտ ասած, կան որ սենց ձգձգում են պրям, ու լավ չեն ձգձգում, այդ ինչ-որ ներվանեսնող են ձգձգում, հա, բայց մարդիկ կան, որ անհետաքրքիր պատմությունն են հենց հետաքրքիր պատմում, դա սկիլը շատ ուժեղ, դա ինչ-որ ես նկատել եմ, ինչ-որ 40-ից հոպարներ կան, սենց ինչ-որ շատ անհետաքրքիր պատմություն է, բայց ինքն էց է նկարագրում, դու ասում ես, արա դե էսի լսելու բան, как минимум